Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր նոյեմբերի 4-ն է, օրը երեքշաբթի աշխատանքային շաբաթ ընթացքի մեջ է, առաջիկայում էլ հետաքրքիր ու սպասված շատ թեմաների ենք անդրադառնալու, հագեցած եթեր ենք ունենալու, իսկ մինչ օրվա թեմաներին անցնելը մի փոքր պատմենք նոյեմբերին սպասվող եղանակային կանխատեսումների մասին։ Ուրեմն մասնագետների դիտարկմամբ համեմատաբար ավելի տաք նոյեմբեր է սպասվում, ինչը մեզ շատ է դուր գալիս ինձ եւ իմ գոլեգաներին ու հատկապես առաջին տասնօրյակը ավելի տաք կլինի, հետո աստիճանաբար իհարկե կգրանցվի ջերմաստիճանի անկում, որովհետև մենք մոտենում ենք ձմռանը, տեղումներն էլ արդեն պիտի սկսվեն, որովհետև դեպի ձմեռ պիտի գնանք։ Տեղումների առումով էլ ասեմ, որ աշնան վերջին շրջանը ու վերջին ամիսը առատությամբ շատ ավելի աչքի է ընկնում, ավելի շատ տեղումներ կդիտվեն լեռնային շրջաններում։ Մի խոսքով, սիրելի հեռուստադիտողներ, այս շաբաթ ևս կվայելենք աշնան արևը։ Հետաքրքիր արտահայտություն ստացվեց։ Չնայած առավոտյան եւ երեկոյան ժամերին զգում ենք օդի սառնությունը, բայց կարեւոր է, որ այս ժամերին իսկապես ջերմ արև է դրսում, վստահ եմ, եթե հենց հիմա հագնվեք ու դուրս գաք տանից, կփաստեք, որ իսկապես շատ տաք է ու շատ հաճելի է։ Եվ մի նորությամբ եմ ուզում կիսվել ձեզ հետ, սիրելի հեռուստադիտողներ, որ ամենատուրիստական վայրերից մեկում, Եգիպտոսում, բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը։ Գտնվելով Գիզայի հայտնի բուրգերի մոտակայքում, թանգարանը ցուցադրում է 100,000 արտեֆակտ, որոնք ընդգրկում են եգիպտական պատմության 7000-ամյակը։ Բացման արարողությանը մասնակցել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին եւ ավելի քան 80 երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համոզված ենք, որ այս վայրը շատ շուտով կդառնա զբոսաշրջիկների համար նախընտրելի վայրերից մեկը։ Դե ելնելով լուսանկարներից, այո, հասկացանք, թե որքան գեղեցիկ են վայրը, որքան գեղեցիկ է պատկերը եւ որքան գեղեցիկ լուսանկարներ կարելի է այնտեղ ունենալ։ Վստահ եմ, որ հատկապես աղջիկներին շատ դուր կգա այս վայրը ու մեր հայ ազգը շատ է սիրում մեկնել Եգիպտոս ու կմեկնի նաև այս վայրը եւ կտեսնի եգիպտական հազարամյակների արտեֆակտները։ Այս բան շարունակենք մեր եթերը ու պատմենք մեր քաղցր գործընկերոջ մասին։ Սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչեւ հատնտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարաթունք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր դրայվ վկուսան, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեստը՝ նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր։ Քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը, սիրելի հեռուստադիտողներ։ Այո, ինչպես եւ արդեն ասացինք, ինչպես միշտ, այսօր էլ ունենալու ենք շատ հետաքրքիր եթերային ընթացք։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման հետևել մեր ընթացքին, շատ յուրօրինակ ու հետաքրքիր զրույցներ ենք ունենալու։ Տաղավարում կհյուրընկալենք պատանի երգչուհի Մերի Հարությունյանին, ով մի շարք մրցույթների դափնեկիր է։ Առաջիկայում էլ ասեմ, որ շատ կարևոր ելույթներ ունի ու նաև շատ կարևոր եւս մեկ զրույց, մենք մասնագետի հետ զրուցելու ենք կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման առաջնահերթության, իրազեկման ու հետազոտության արդյունավետ մեթոդների մասին։ Իդեպ հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է եղել եւ այս առիթով էլ կարևոր թեմաների ենք մենք անդրադառնալու։ Այս թեման իսկապես կարևոր է, վստահ եմ, որ թող շատ քչերին հետաքրքրի, բայց թող շատերը ինֆորմացված լինեն։
Նաև սիրելի հեռուստադիտողներ, մեր մշտական էջերն ենք թերթելու, շաբաթվա մշակութային իրադարձություններն ենք իմանալու եւ իհարկե օրվա բաղադրատոմսն ենք բացահայտելու։ Ինչպես միշտ, Սաթենիկը այսօր կներկայացնի օրվա բաղադրատոմսը, կպատրաստի, բայց այսօր կպատրաստի ոչ թե միայնակ, ես չեմ ուզում փակագծեր բացել, թող Սաթենիկը ինքը բացի փակագծերը, մենք հրաշալի հյուր ունենք նրա հետ միասին, պատրաստելու են, եփելու են, տարբեր թեմաների են անդրադառնալու նրանք եւս։ Բայց մինչ Սաթենիկը եւ մեր գաղտնի հյուրը, դեռ այս պահին գաղտնի հյուրը խոհանոցում են եւ պատրաստում են, նախապատրաստում են բաղադրիչները, ես ուզում եմ ներկայացնել եւս մեկ կարևոր գործընկերոջ։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախասիրություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավիձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ սիրելի հեռուստադիտողներ, օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Ես իհարկե ուզում եմ եթերից, այսպես ուղիղ եթերից ողջունել իմ բոլոր գոլեգաներին, բոլորին, նրանք ովքեր այսօր այստեղ չեն, առողջություն մաղթել, իսկ նրանք ովքեր այսօր այստեղ են, մաղթել լավ էներգիա, որպեսզի նրանց լավ էներգիայով վարակեն ինձ եւ մեր տաղավարը եւ իհարկե ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, եւ հենց այդ նպատակով ես այս պահին ուզում եմ խոսքս փոխանցել մեր գեղեցկուհի գործընկերոջը եւ գաղտնի հյուրին, ում մասին կներկայացնի հենց Սաթենիկը։ Բարի լույս, Սաթ։ Բարի լույս, Ավետ, գաղտնի հյուրը իմ կողքին է, բարի լույս, սիրված, ամենաանկեղծ, ամենասպասված Վահրամ Սահակյանը, որը սիրվածը չէի ասի, բայց սպասված, սիրված, որը կարողանում է անկեղծ խոսել ամեն ինչի մասին, ճշմարտությունը հումորով ներկայացնել եւ այսօր իհարկե մենք խոսելու ենք ներկայացումից, որը հոկտեմբերի 20-21 ֆորս մաժոր ներկայացումը ունեցավ առաջնախաղ եւ ասում են, որ առաջին 10 ներկայացումը համարվում է առաջնախաղ։ Մենք ունենալու ենք նոյեմբերի 24-ին գալիք։ Ինչ ենք պատրաստելու։ Խոսելու ենք զուգահեռ իհարկե ներկայացման մասին եւ իհարկե հեռուստադիտողներին ներկայացնելու ենք գաղտնիքները, որոնք ովքեր չեն դիտել, բաց են թողել այդ հատվածը 2021-ի ներկա չենք մեղադրում, բայց չդիտողներին, բայց համենայն դեպս խրախուսելի բան չեն արել, որ չեն դիտել։ Ունենք, բայց առաջիկայում նոյեմբերի 24-ին, որ կարող են տոմսերը ձեռք բերել, գալ եւ դիտել, վայելել։ Բայց մենք այսօր ստեղ մի այնպիսի ուտելիք եմ ես հնարել ու պատրաստելու, որի անունը դեռ չենք հնարել, բայց մինչև մյուս մասը մենք կմտնենք, հնարած կլինի արդեն։ Վստահ եմ։ Հա, ինքը շատ արագ պատրաստվող բան է, որտեղ մարդիկ շատ են սիրում ամեն ինչ արագ պատրաստել։ Տեսած կլինեք, չէ՞ որ ասենք YouTube-ում բանում sense տեսա խոհարարական բաներ, ասում են շատ արագ է, բան պետք չի, մեկ էլ դուք պետք է լսեք, էս մի 30-40 բան, չէ՞։ Արդեն ժամանակը գնաց։ Հա, դե վերջ։ Հիմա ես պատրաստեմ մի հատ ուտելիք հիմնականում ձևով, որտեղ ես նախընտրում եմ, որ բոլորի կերակրած հանգում շատ լինի ավելի սպիտակուց, որտեղ դա կարևոր բան է, քիչ լինի ոչ սպիտակուց։ Այնպես որ սա կսարքենք, անուններ կհնարենք եւ եղեք մեզ հետ, մնացեք մեզ հետ, подписывайтесь на ոնց են ասում, на канал, ставьте лайк։ Մենք ունենք մեր հավատարիմ հեռուստադիտողներին, ովքեր վաղուց արդեն բաժանորդագրված են եւ դիտում են։ Մենք այստեղ ունենք հաց, այսինքն լավաշ չենք վերցրել, սպիտակ հաց չենք վերցրել։ Չէ, մենք ունենք այսպես վարսակի ձողիկներ, խորհուրդ եմ տալիս, որը լինի վարսակի, որը հենց լինելու է
մեջ է այդ ուտելիքի, շատ առողջ արար նախաճաշը։ Մի բանը, որ մի քիչ, ասենք, կարող է յուղոտ լինել կամ բանես պանիրն է, բայց մենք չափի մեջ գործացել։ Իհարկե համետալու, մենք աղ չենք լցնելու դրա վաճառով։ Կարող ենք սկսել։ Կարող ենք սկսել, ձվերով կջարդի։ Ես կկոտրեմ, Վահրամ, ես եւ կկոտրեմ եւ ցույց կտամ, թե ինչպես եմ կարողանում մեկ ձեռքով դու կոտրել։ Ծիծեռնակը ձու էր կոտրում եւ կոտրում էր։ Վահրամ, ես կոտրեմ ձուն, կխնդրեմ այդ ընթացքում ներկայացրեք նաեւ ամեն դեպքում ներկայացումը գնաց, հանդիսատեսի հետ ունեցաք շփում, ինչ արձագանքներ են եղել, ինչ տպավորություններով են կիսվել, չէ՞ որ քանի որ հանդիսատեսը անկեղծ է, ուզում է անկեղծ դրամատուրգի հետ շփում ունենալ եւ ինչ են ասել, ինչ ուզեն։ Երկու բան ասեմ, առաջին ինձ շատ զարմացրեց, որ ովքեր են ասում են, որ արդեն երկրորդին են տեղեր ապահովել որ գան, որովհետեւ իրենք հիմնականում են մարդիկ, որ քիչ թե շատ թատրոնից ավելի լավ են հասկանում, իրանք տեսան, որ առաջին ներկայացումը, ինչպես բոլոր առաջին պրեմիերաները, մի քիչ ավելի երկար է, այսինքն մի քիչ դանդաղ է գնում, եւ իրենք հասկացան, որ տեսարաններ կան, որոնք պետք է ոչ թե կրճատվեն, այլ տեղը գցվեն, դերասաններն էլ տիեւ, որտեղ մենք հնարավորություն չէինք ունեցել ամեն օր տես բեմի վրա փորձելու իր առաջին փորձն էր։ Եվ այդ նույն մարդիկ ինձ ասացին, մոտ առապես տարբեր մարդիկ փողոցում եմ հանդիպել դերձակի մոտ եւ ասացին, որ իրենք անպայման ամսի 24-ի ներկայացումը արդեն ապահովել են, ուզում են գան նայեն, ես ուզում եմ ասել, մարդիկ, որոնք դիտել են, իհարկե հասկացել են, որ առաջին ներկայացումը կարող է մի 10-15 րոպե ավել լինել, երկրորդ ներկայացումը 15 րոպե պակաս է լինելու, բայց ոչ թե լավ բաների հաշվին, այլ հենց այն բաները, որ դուք տեմպոռիթմը նկատել հանդեղ կամ ինչ-որ բաներ, որոնք պերսոնաժ ենք անգամ մի կտորից հանել, որ ավելի կարճ լինի, որովհետև ոչինչ չասողը, մենք պետք է դա հասկանայինք ներկայացման ժամանակ։ Բայց ոչինչ, աճող, ապրող ներկայացումը աճող է, ես հիշում եմ, ես չեմ սիրում են հին բաներից խոսել, բայց երբ որ մենք առաջին անգամ մեակուլպան ներկայացումը գնար, դա 2001 թվին էր։ Մենք ներկայացումից առաջ մենք չափեցինք, տեսանք, որ նա տևում է 4 ժամ 46 րոպե։ Ու առաջին ներկայացումից հանեցինք մի քանի հատված, որոնք, ասենք, Չերչիլի հատվածը որ գիտի, հանեցինք, որ տեղն են գնի, բայց ինքը տեղն ընկավ մոտարապես 7-8 ներկայացում հետո, որ ինքը դարձավ 2 ժամանոց կարճ 2 ժամ 15 րոպե ներկայացում, այնպես որ եթե մարդիկ կան, որ չգիտեն տեղյակ չէ, ներկայացումը աճող եւ ընդհանրապես շարժվող կենթանի մարմին է։ Նա մի օր այսպես կլինի, մի օր այնպես կլինի, մի օր ստեղ պաուզա, մի օր դերասանը կմոռանա։ Դե իհարկե լավ դերասանը, որ տեքստը մոռանում է, այնպես անում, որ տակից դուրս է գալիս։ Տակից դուրս է գալիս, անում, որ այն դիմացինը մոռանա մի հատ էլ։ Ասենք, ես հիշում եմ Խորեն Աբրահամյանն էր խաղում մի բան հանգարց մարդը մոռանում էր, ինք դու կմտածեիր բոլորը մոռացել են բացի իրենից։ Այո, կա, շատ ճիշտ խաղարկում էր, այդ աղանդեր դրա մասին։ Բայց ասենք դրա համար պետք է դնես Խորեն Աբրահամյան, հասկանում ես։ Դա մի հատ է լինում այդպիսի մարդ, այդպիսի անձնավորություն, ես կարելի է խոսքը պղպեղով 4 տեսակի կտրեմ, կարելի է ավելացնել պղպեղ, թե ոչ։ Հա, ամեն ինչ կարելի է, բայց աղ չէ, որտեղ ես բաները իր տեսքից եմ զգում, տեսքից եմ զգում աղի է։ Հասկացա, աղը գիրացնում է, աղը ջուր է հավաքում, ամեն դեպքում ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը, խոսքը Մարանիկի մասին է։ Ավելացնելու եմ նաև այսօր ոչ միայն պղպեղը 4 տեսակի է, որոշեցի պատրաստել Մարանիկի կողմից առաջարկված հնդկաձավարը, որը ես հիմա կլցնեմ 1 բաժակի մեջ եւ կավելացնեմ 2 բաժակ ջուր, կդնեմ կամած մարմանդ կրակի վրա, քանի որ Մարանիկի մասին եմ խոսում, հենց այս պահին ձեր էկրաններին կլինի տեսականին, ես էլ սիրով կներկայացնեմ մեր հավատարիմ գործընկերոջը։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը։ Որակի խիստ վերահսկողություն, արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի քիմքին, հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն մշակույթ, այլ համ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Մենք ավելացնելու ենք երևի ձիթայող կամ կարակ, թե։ Այո, ձիթայող։ Ձիթայող։
Շատ լավ, կավելացնենք ձիթայյուղ եւ այստեղ կխնդրեմ մեր օպերատորը ցուցադրի, որ ես արդեն շատ չեմ անի երևի, այսքանը բավական է, թե ավելացնեմ։ Դու մանք ինչ պետք է, չէ։ Կավելացնեմ ես։ Հեռուստադիտողներին կուզեմ ասել, զուգահեռ պատրաստում եմ հավինագետները, որը արդեն իսկ տապակի մեջ է, տապակվում է, երկրորդ տուփը ինձ մոտ է, իսկ այս պահին կլինի ամբողջ տեսականին, աթենքի հավի, ձողիկները, նագեծները, խրթխրթան, կծու։ Ես էլ կներկայացնեմ մեր գործընկերոջը։ Կասեմ, մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին։ Եվ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ, դասական տարբերակը, յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով, դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Վահրան ջան, մենք կխառնենք երևի, հա, ձուն, ես կավելացնեմ իհարկե։ Ավելացրել եք դուք արդեն։ Ձիթայյուղը ես կավելացնեմ եւ կլցնենք։ Հետո քերիչով անցկացնելու ենք պանիրը։ Այդ դեպքում թույլ տվեք, խոսքը փոխանցենք ավետին, որովհետեւ ավետն էլ ունի անելիք։ Մենք կմիանանք երկրորդ միացման ընթացքում, արդեն երևի ձուն պատրաստ կլինի, հացիկների վրա կդնենք եւ կխոսենք ներկայացումից։ Այդպես չի լինելու։ Հացիկների վրա չի լինելու, բայց ուրեմն ձեր աչքի առաջ կանենք, մենք թողնելու ենք ձիթայյուղը կավելացնենք, կսպասենք մեր երկրորդ միացմանը։ Ավետ, խոսքը սիրով փոխանցում ենք քեզ։ Շնորհակալ եմ Սաթ, շնորհակալ եմ պարոն Սահակյան։ Դուք կորոշեք, թե ինչպես եք պատրաստում, ինչպես է տեղի ունենում։ Ասեմ, որ մեր եթերների ընթացքում միշտ լինում են մշակութային հատվածներ, իսկ այսօրվա մշակութային հատվածը շատ հետաքրքիր եւ յուրահատուկ կերպով տեղափոխվել է խոհանոց։ Պարոն Սահակյանը մեզ այսօր կապահովի մեր եթերի մշակութային հատվածը։ Այս պահին, սիրելի հեռուստադիտողներ, պետք է ընդհատվենք կարճատև գովազդով, որից հետո կվերադառնանք մեր հյուրի հետ։ Այս պահին գովազդ մեր եթերում։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ շնորհակալ ենք, որ միացել եք մեզ։ Այո, ինչպես արդեն ես խոստացա, մենք շատ հետաքրքիր ու յուրահատուկ զրույց ենք ունենալու շատ տաղանդավոր մարդկանց հետ, իսկ հիմա ես ուզում եմ սիրով ներկայացնել ու պատմել, թե ինչի մասին ենք խոսելու։ 11-ամյա պատանի երգչուհի Մերի Հարությունյանն արդեն իսկ հասցրել է ունենալ բազմաթիվ ելույթներ, մասնակցել տարբեր համերգների, փառատոների, մրցույթների, որոնցից մշտապես վերադարձել է հաղթանակներով։ Առաջիկայում եւս կարևոր ելույթներ ունի եւ որից առաջ մենք կզրուցենք մեր շատ սիրելի ու տաղանդավոր հյուրերի հետ։ Տաղավարում են պատանի երգչուհի Մերի Հարությունյանը, բարի առավոտ Մերի։ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի երգեցողության ամբիոնի դասախոս, երաժշտական ստուդիայի հիմնադիր, ղեկավար Լիլիթ Գրիգորյանը, բարի առավոտ։ Եվ իհարկե Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Գևորքյանը։ Բարի առավոտ, շատ շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում, փաստորեն Մերի, շատ կարևոր մրցույթի ես մասնակցելու ու հիմա մենք մինչև մրցույթին մասնակցելը պիտի խոսենք, զրուցենք քեզ հետ եւ նաեւ ձեզ հետ Լիլիթ, ես իհարկե կուզեի, որ Լիլիթը նստեր ձեր մեջտեղում, որպեսզի երազանք պահեր եւ հաղթեր մրցույթում, բայց խնդրում եմ ասա, սկսենք ամենասկզբից, ինչպես ստացվեց, որ դու որոշեցիր 4 տարեկանից երգել, այդքան երգի մրցույթների մասնակցել, մի փոքր պատմիր դրա մասին։ Դե իմ ընդունելությունը եղել էր այնպես, որ ես մանկապարտեզից դուրս էի եկել եւ հրավեր էի տեսել, այնտեղ գրած էր Մանկապարտեզից դուրս գալու պատճառը ո՞րն էր։ Ուղղակի չէի ուզում, արդեն մտածում էի, որ մանկապարտեզը Ոչ, արդեն գնում էի տուն եւ այնտեղից տեսա հրավերը եւ ցանկացա երգեմ։
գնացի ցույց տվեցի ինձ իմ ձայնային տվյալները եւ ինձ ընդունեցին։ Իսկ ինչպիսին էր ընկեր Լիլիթի առաջին ռեակցիան, երբ լսեց քո ձայնը։ Դե շատ լավ։ Հա։ Բավականին շատ։ Իսկ ինչ երգ ես երգել կհիշես։ Որ երգով գրավեցիր ընկեր Լիլիթի սիրտը։ Իմ հեղինակային երգով։ Օ, ինչպիսի քայլ։ Լիլիթ, կխնդրեմ դուք մանրամասնեք, դուք պատմեք։ Երբ որ եկավ ինձ մոտ ընդունելության, ես չէի պատկերացնում, որ այդքան փոքրիկ երեխա պետք է ընդունեմ, բայց հենց սկսեց երգել իմ հեղինակային երգը, դա եղավ բացառություն եւ մերին ընդունվեց իմ ստուդիա։ Հրաշալի, 4 տարեկանում վստահ եմ, որ ես կասեի 3.5 էր, ավելի փոքրիկ էր։ Այո։ Փոքրիկ Մոցարտի հայ եւ իքական սերի ներկայացուցիչն ես։ Մերի, տես մենք շատ խոսեցինք քո երգելու մասին, ասացինք, որ 3.5 տարեկանից երգում ես։ Հիմա մենք եւ հեռուստադիտողները վստահ են, որ շատ են սպասում, որ դու մի փոքրիկ հատված երգես։ Ինչից որ կուզես, որ երգը որ կուզես մեզ համար։ Դե ես կուզեմ այս տարի ինչ որ երգելու եմ, հիմա երգեմ։ Սիրով մենք ուշադիր լսում ենք քեզ։ Սկսեմ։ Իհարկե։ Երևան, Երևան, իմ գարուն արևոտ, դու եղիր տան նման, ես մնամ քեզ մոտ։ Երևան, Երևան, իմ գարուն արևոտ, դու եղիր մոր նման, ես մնամ քեզ մոտ։ Ապրես, Մերի ջան, մենք քեզ հաջողություն ենք մաղթում ու ինչպես տեսնում եք սիրելի հեռուստադիտողներ, մեր այս հյուրասեղանին եւ նաեւ այստեղ կան բազմաթիվ մրցանակներ, սա խոսում է այն մասին, որ Լիլիթ Գրիգորյանի ստուդիան միշտ վերադարձել է շատ հաղթանակներով ու մրցանակներով։ Կխնդրեմ մի փոքր դուք մանրամասնեք, դուք պատմեք, ինչպես եք հիմնել, ինչպես է ստացվել, որ երեխաների հետ եք աշխատում եւ ինչքանով է ձեզ համար հեշտ աշխատել երեխաների հետ։ 13 տարվա փորձ ունեմ այս ոլորտում աշխատելու, երբ ավարտեցի կոնսերվատորիան, ընդունվեցի միանգամից Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը, ինչը ինձ համար պատիվ է այս հաստատությունում աշխատելը, եւ այնքան շատ էին երեխաները, ովքեր ցանկանում էին ինձ մոտ անհատական դասերի հաճախել, 2017 թվականին որոշեցի հիմնել, բացել իմ ստուդիան, որը իր շուրջ համախմբեց շատ տաղանդավոր երեխաների, ես ասեմ ձեզ շատ, այսօր մենք ունենք շատ տաղանդավոր սերունդ, որոնցից շատերը այս պահին սովորում են Բաբաջանյանի քոլեջում։ Եվ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Բաբաջանյանի քոլեջի տնօրինությունից, որովհետև նրանք ջանք եւ եռանց չեն խնայում, որպեսզի քոլեջը ավելի զարգանա, ավելի աճի եւ տա Լիլիթի նման տաղանդավոր ուսանողուհիներ, ովքեր այսպիսի մրցանակներ են։ Մրցանակները նաև Լիլիթինն են։ Մենք անպայման Լիլիթ ջան, ձեզ կանդրադառնանք։ Ես ուզում եմ որպես մանկավարժ եւ որպես ուսուցչուհի, եկեք այդ բառը օգտագործենք, որպես ուսուցչուհի մի փոքր բացեք, որն է գաղտնիքը, ձեր մանկավարժական գաղտնիքը, մեթոդը, ինչպես եք կարող։ Երևի թե այն նվիրվածությունը, որ կա ինձ մեջ երաժշտության հանդեպ, այն սերը, այն ջերմությունը, որ ես ուզում եմ փոխանցել երեխաներին, ինձ թվում է ուսանողներս, աշակերտներս դա զգում են եւ ինձ մոտ Փառք Աստծո շատ երեխաներ, շատ տաղանդավոր սաներ են գալիս եւ սկսում են սովորել, ինչի արդյունքում էլ ունենում ենք այս պատկերը։ Դուք քանի տարեկանից եք սկսել զբաղվել։ Ես 15 տարեկանից եմ սկսել զբաղվել, ավելի ուշ, Մերին, 3.5 տարեկանից է սկսել, բայց Մերի քեզ կհետաքրքրի երբևէ մանկավարժական գործը։ Դե չէ, հասկացա։ Լիլիթ ջան, հիմա եկեք խոսենք, քանի որ վստահ եմ, որ մրցանակների, այս մեդալների, պատվոգրերի, գավաթների որոշ հատվածներ նաև ձերն է։ Դուք ինչպես եք ընտրել երգի ուղին, քանի տարեկանից եք երգում։ Ես երգում եմ 4 տարեկանից, ծնվել եմ երգելու համար, ապրում եմ երգով ու իմ կյանքը առանց երգ չեմ պատկերացնում։ Ինչպես եք որոշել դառնալ երգչուհի։ Ո՞րն է եղել առաջին քայլը։ Տեսեք, Մերին օրինակ 11 տարեկան է, 4 տարեկանում պատմեց։ Դուք ինչպես որոշեցիք դառնալ երգչուհի։ Տաղանդը իմ մեջ նկատել էր իմ մանկապարտեզի դայակներից, դասիրակներից մեկը։ Հասկանում եք, ամեն ինչ մանկապարտեզից է սկսվում։ Մանկապարտեզում ինչ դասիրակներ ասում են։
այդպես ու ուղղորդել է, որ գնամ Էդուարդ Միրզոյանի անվանի երաժշտական դպրոց, սովորելով 7 տարի գերազանց կարմիր դիպլոմով եմ ավարտել, այնուհետև 4 տարի սովորել եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվանի երաժշտական դպրոցում դասական վոկալ բաժնում։ Այսինքն սա դարձավ արդեն 11 տարի։ Եվ 3 տարի սովորել եմ Երգի պետական թատրոնում։ 14 տարի։ 4 տարի սովորում եմ Առո Պապաջանյանի անվանի երաժշտական կավարժության քոլեջում։ 18 տարի ձեր կյանքից դուք նվիրել եք երգարվեստին եւ երաժշտությանը, երգեցողությանը ու տեսնում եք, ինչպես է այդ 18 տարիների երկար տարիների փորձը ու քրտնաջան աշխատանքը արդյունքները տվել։ Ինչ հեղինակավոր երգի մրցույթների եք դուք մասնակցել կամ ապագայում ինչ պլաններ ունեք, ինչ երաժշտական մրցույթների եք ուզում մասնակցել։ Շատ մրցույթ փառատոների եմ միջազգային մասնակցել, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Ամռան 3 ամիսներին եղել եմ տարբեր եվրոպական երկրներում, Իսպանիայում, Լորետ դե Մար, Իսպանիայի Լորետ դե Մար քաղաքում մասնակցել ենք Summer Talent մրցույթին, կային 20 երկրներից, տարբեր 20 երկրներից մասնակիցներ։ Լիլիթը Ես այնտեղ զբաղեցրեց ոչ միայն առաջի տեղը, այլ նաև բերեցինք մեզ հետ մեդալը Grand Prix-ին, այո։ Հավանաբար Աջ կողմին։ այո։ Դե հրաշալի է, ես շնորհավորում եմ ձեզ, իսկապես դուք այսպես Լիլիթ հպարտ ուսուցչու կեցվածքով նստած եք եւ ինձ շատ ողջավորում է ու շատ ուրախ եմ եւ ես ձեզ էլի հաղթանակներ ու նմանատիպելի մրցույթներ եմ մաղթում, որպեսզի միայն շողա ոսկին։ Բայց ամեն դեպքում, բացի երգից եւ երգեցողությունից կան ուրիշ այլ հետաքրքրություններ։ Այսինքն, չգիտեմ ինչ-որ հոբիներ ունեք, ինչ-որ ուրիշ հոբիներ։ Իմ ցանկացած հոբի կապված է երգի հետ։ Արվեստի հետ։ Այսինքն, եթե խոհանոցում ինչ-որ բան պատրաստում եք, երգում եք։ Այո, Նկարելուց երգում եք։ Այո։ Լիլիթ, ինչքանով կա երգը ձեր կյանքում։ Ամեն օր, ամեն ժամ, առավոտ ժամը 8:00-ից սկսում եմ աշխատանքը, ուղևորվում եմ դեպի Բաբաջանյանի քոլեջ եւ այդպես մինչեւ ուշ երեկո երաժշտությունը ինձ հետ է անընդհատ։ Հետաքրքիր է, ասում են, որ երգով ապրող մարդիկ միշտ մոտիվացված են ու միշտ պլանները էլ ավելի արագ են իրագործվում, պլանները էլ ավելի արագ են իրագործվում։ Խոսեցինք նաև Summer Talent լիգայի մասին, մրցույթ այս փառատոնի մասին, ինչպիսին էր արձագանքները, առաջին տեղը արդեն հասկացանք, որ Լիլիթը գրավել է, բայց ինչպիսին էր արձագանքները մերի իմասով է, ես ուզում նույն մրցույթում մերին զբաղեցրել է երկրորդ մրցանակը։ Ինչ երգեր կատարում, ինչպես եղավ արձագանքը հանդիսատեսի։ Եվ ի վերջո, Մերի, մի այսպիսի հարց, ինչքանով է քեզ համար բարդ, կպատասխանես եւ առաջին հարցին, եւ ինչքանով է քեզ համար բարդ ելույթ ունենալ հանդիսատեսի առաջ։ Ինձ այդքան բարդ չի, քանի որ ես որ սկսել եմ 3.5 տարեկանից երգել, ես ինձ բավականին ազատ եմ զգում բեմի վրա։ Հրաշալի։ Այո։ Բավականին մեծական պատասխան։ Ու ընդհանրապես չեմ լարվում։ Հրաշալի։ Ես դա նկատեցի արդեն։ Իսկ որ երգն ես կատարել երգի մրցույթում։ Կատարել եմ Dua Lipa-ի Training Season-ը։ Այո։ Վաու։ Ավելի հասուն երգ։ Այո, բավականին, իսկ ձեր երգը, որը որ Լիլիթ մերին կատարել էր, ինչպես է վերնագիրը, ինչպես կարող ենք լսել այդ երգը, հետաքրքրեց։ Արևի նման ես իմ մայրիկ երգն է կատարել մերին, հիշում ես մեր։ Ուզում ես մի փոքրիկ երգել։ Պետք չեմ հիշում։ Դե 8 տարի առաջ էր դա մոտավորապես, բայց անպայման ես քեզ կխնդրեմ, որ վերհիշես։ Լավ, իսկ ինչպես եք պատկերացնում ձեր երաժշտական ստուդիայի ապագան, Լիլիթ, այսինքն ընդունելությունը ինչպես եք կատարում, ովքեր կարող են ընդունվել։ Շատ վառ ապագա եմ պատկերացնում ստուդիայի համար։ Մենք ամեն տարվա վերջում ունենք մենք մեծ համերգային ծրագրեր, այս տարվա դեկտեմբերին ունենք 3 հատ։ Այնքան շատ են մեր երեխաները, որ միանգամից 3 համերգ ենք առանձնացրել, պետք է 3 համերգ իրականացնենք, իսկ 26 թվին շատ նոր ծրագրեր ունենք, նոր պրոյեկտներ ունենք, որոնց վրա պետք է
աշխատենք, անպայման կներկայացնենք հանրությանը, շատ հետաքրքիր պրոյեկտ է սպասվում 26 թվին, անպայման դուք էլ կիմանաք դրա մասին, չեմ ուզում հակագծերը բացել։ Լավ, այդ ժամանակ մենք կրկին ձեզ կհյուրընկալենք, վստահ եմ, որ արդեն տաղավարը մի փոքր ավելի փոքր կլինի ձեր մրցանակների եւ մեդալները տեղավորելու համար եւ կխնդրենք, որպեսզի մի քանի հոգի դրանք կրելով իրենց հետ միասին գան։ Մենք ձեզ հաջողություններ ենք մաղթում։ Ես ուզում եմ, որ դուք ել ավելի աճեք, զարգանաք ու հանդիսատեսի ծափահարությունները երբեք չդադարեն ու միշտ հաղթանակներով վերադառնաք ու մեր երկիրը ուրիշ այլ հարթակներում ներկայացնեք միմիային պատվով։ Ձեզ շնորհակալ եմ Լիլիթ ձեր արված աշխատանքի համար, իսկ ձեզ գեղեցկուհիներ շնորհակալ եմ, որ միշտ հաղթում եք։ Այո։ Շնորհակալ եմ ու շնորհակալ եմ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Դե սիրելի հեռուստադիտողներ, այո, պետք է երեխաները փոքրուց դեռ մանկուց զբաղվեն արվեստով, որովհետև արվեստը ունի բուժիչ ուժ։ Այս պահին առաջարկում եմ ընդհատվենք կարճատև գովազդով, որից հետո կվերադառնանք մեր տաղավար։ Դե ահա բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մենք կրկին տաղավարում ենք, ձեզ ասում ենք բարի լույս ու շնորհակալ ենք, որ օրը սկսել ու շարունակում եք մեզ հետ։ Այն մարդիկ, ովքեր որ դեռ չեն մեկնել աշխատանքի, մեկնել բառը ավելի սխալ է, այն մարդիկ, ովքեր դեռ չեն գնացել ուղղակի աշխատանքի, որովհետև մեկնում են հանգստի, իսկ աշխատանքի գնում են, չնայած սիրով են գնում աշխատանքի, անպայման վերցրեք ձեզ հետ սնունդ կամ գոնե աշխատանքի ընթացքում ընդմիջեք կարևոր ու օգտակար սնունդով, որովհետև դա օրվա ընթացքում էներգիա ունենալու ամենակարևոր կոմպոնենտն է, ինչպես ասում են, եւ քանի որ մեր խոհանոցում ամեն առավոտ պատրաստում է շատ համեղ սնունդ, կարևոր է սնունդը ճիշտ համեմել։ Եթե խոսքը մենք համեմում ենք ճիշտ եւ գրագետ բառերով, ապա սնունդը համեմում ենք ճիշտ եւ գրագետ համեմունքներով։ Եվ մեր սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմսն էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն՝ մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ իհարկե որակի խիստ վերահսկումը։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ։ Սիրելի հեռուստադիտողներ, այո, մենք իմացանք, հասկացանք, տեսանք, Երևանի մասին շատ գեղեցիկ կատարում լսեցինք եւ այս պահին շարունակում ենք մեր հետաքրքիր եթերը ու տեղափոխվենք իհարկե խոհանոց, տեսնենք թե ինչ է կատարվում խոհանոցում եւ ինչ մանրամասներ մեզ կներկայացնեն պարոն Սահակյանը եւ Սաթենիկը։ Բարի լույս։ Բարի լույս։ Վահրամ ջան, մեկ անգամ եւս շնորհակալություն, որ մեզ հյուրընկալվել եք։ Մենք պատրաստելու ենք շատ առողջ օգտակար նախաճաշ, որը հարուստ է սպիտակուցներով, ճիշտ ընտրված հացով։ Հացի փոխարինողն է, էլի, չէ՞, օրինակ ես շաքարի փոխարինող եմ գործածում, սա հացի փոխարինողն է։ Անվնաս, ուրեմն ինչու՞մն է կայանում, մարդկանց այդ որ նոր ասեց արագ սնունդ, ճիշտ սնունդ, որ ամարտը չի ցանկանում ամեն ինչ դնել, այս հացը վերցնել, սա արդեն հացը պատրաստի, ինչ որ չափով լցնում ենք այստեղ։ Ես եմ հնարել մի հուլիսյան երեկո։ Հիմնականում սա կարելի է ուտել օրվա բոլոր ժամերին։ Սա լցնում ենք այստեղ, թողնում ենք մի քիչ sense կարմերի կամ բան, եթե ինքը կարող ենք ավելացնել մեյլ։ Կրակայի դեպքում։ Հա, կրակ ավելացնենք։ Ու հետո սա շատ կարևոր է բեմ բարձրացող մարդկանց համար, ասեմ ինչի, որտեվ ինքը մարդուն միշտ սպիտակուցները մանավանդ պահում են այն էներգիայի մեջ ու ավելորդ sense բաներ օրգանիզմում հոգնածությանը չի լինում, հա, օրինակ եթե դուք ուտեք պանիրը, ասեն տնեք պանիրը, հացը պանիրը ուտեք նույն կերպ կշտանաք ինչ սրանից, դուք օրվա մեջ ձեզ չեք կարող ստեղծագործել։ Ստիպված ինչ-որ ամեն ինչ պետք է sense պանիրի միջով լինի, էլի, այդ ծանրանա բան, բայց այստեղ գոյություն ունի հավկիթ, որ է ճիշտ ընտրված հացի փոխարինիչ եւ եթե հնարավոր է վերջում մի քիչ էլ գույնի եւ ինչ որտեղ համի համար կդնենք սա։ Եվ ընդհանրապես արտիստը, դերասանը
բեմ բարձացող մարդը, անգամ sense հարցազրույցներ տվող մարդը պետք է իր սննդակարգն այնպես անի, որ ես դա հասկացել եմ, քանի որ ես զառամյալ մարդ եմ, ես ուշ եմ հասկացել, մեկ սկզբնական շրջանում մինչև հասկանալը ես դարձա 10 տարի առաջ 131 կիլոգրամ, որից հետո ես հասկացա, որ ինչքան մարդը մեծանում է, այնքան պետք է ինքը ինչ-որ բաներից հրաժարվի։ Ես նկատի ունեմ, օրինակ ասեմ, ես կարտոֆիլ չեմ ուտում, ես միրգ շատ չեմ ուտում, բանի հետ, որովհետև այդ միրգը, կարտոֆիլը, բանջարեղեններից շատ տեսակ բանջարեղեններ, սնունդն է, չէ՞ ճիշտ։ Կարելի է կարտոֆիլը քիչ օրինակ ուտել, կա ճիշտ, ձեր ասած, եւ կա դիետիկ։ Դիետիկը երբեք չի կարող լինել ճիշտ սնունդ։ Միանշանակ համաձայն եմ։ Որովհետև շատերը տենց խառնում, ասում են ճիշտ սնվենք, կնիհարենք, ճիշտ ամեն մեկից ճիշտ բաշխենք, սպիտակուց ճարպ եւ ածխաջուր ճիշտ կրենք, չէ, ճիշտը այդ կարող եք անել, երբ որ արդեն դուք կորցրել եք ավելորդ քաշը, դրանից մի 2 տարի անցել է, նոր է ճիշտով զբաղվեք, բայց ես ուզում եմ խոսել ճիշտ ներկայացման մասին, ճիշտ ներկայացումը ֆորս մաժորի մասին է, որը աղմուկ է արդեն բարձրացրել, հանդիսատեսի կողմից հոկտեմբերի 20-ին 21-ին առաջնախաղն է եղել, կայանալիք ներկայացումը լինելու է նոյեմբերի 24-ին, այն հեռուստադիտողները, ովքեր չեն դիտել, իրենց հետաքրքիր է Հականիկ ջան, իմ այս ասեմ կներես, իրենց հետ տանելու, խոսքդ կտրեմ շաքարի փոխարինի բանով, հացով, ստևիայով, ես ինչու եմ եկել հատուկ քո, որտեղ ես գիտեմ, որ քո հետևորդները արվեստով հետաքրքրվող մարդիկ են, թատերասեր են, եւ այդ ներկայացումը, որը տեղի կունենա ամսի 24-ին նոյեմբերի, ինքը այսպես թե այնպես մի շաբաթ հետո արդեն դրա տոմսերը կսկսեն քչանալ եւ մարդիկ ստիպված կլինեն, ասենք, իրենց համար ոչ հարմար տեղեր գնել։ Ես դրա համար եկել եմ, որ այս մարդկանց հորդոր եմ, հորդոր, որ որպես սաթենիկի հետևորդներ, որպես առավոտյան հաղորդման սիրահարներ, դուք հիմա ամենալավ, հենց այսօր, հենց ամենալավ պահն է, որպեսզի ապահովեք ձեր տեղը, որ նայեք այդ սքանչելի սպյուրքայի, սքանչելի ներկայացում, չնայած մեջը սպյուրքայի չկա, բայց սքանչելի բառը ես շատ եմ սիրում, սքանչելի է, հա, որտեղ հայերը շարունակ սպյուրքայերում շատ բաներ կան, որոնք օրինակ ասենք հզոր բառը ինչքան է օգտագործվում, չես արդեն հոգնել եմ, նա արդեն ոչինչ չի նշանակում, հզոր, գերհզոր, բայց կարելի ասել զորավոր։ Այս ներկայացման մեջ գոյություն ունի զորավոր էներգիա, որտեղ այնտեղ դուք զորավոր խոսքեր, հա, այնտեղ դուք կտեսնեք, ասենք, այլմոլորակային հայերը, Գևորգ Մինասյանը։ Թե ոնց են այլմոլորակային հայերը, երկու բառ ասեմ, էլի, ոնց են այլմոլորակային հայերը մեկ այլ հայի բացատրում, որ ձեր պատմությունը անցել է կոպիտ ասած սխալների, պաթոսի եւ այլ բաների մեջ, որից հետո ասենք պատկերացնում եք ուրիշ մոլորակից տեղափոխվում են նոյի ժամանակ, հետո թե ինչպես է արտավազդ B-ն հանձնվում, ինչպես են ստիպում արտավազդ B-ին հանձնվել։ Իդեպ մենք ունենք տեսանյութ, կարող ենք հենց այս պահին էլ դիտել, քանի որ դուք արդեն մեջբերումներ արեցիք ներկայացումից, այո, քերիչը այստեղ է, հեռուստադիտողները հենց այս պահին կդիտեն, արդեն մեջբերումը, մենք էլ տապակվել է արդեն հացը, ինձ թվում է։ Հիմա քերիչն է անցել։ Իր չափի մեջ է։ Ահա, մինչև տեսանյութը կդիտենք, ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը։ Այս պահին խոսքը Ժակոյի մասին է։ Խաղաղությունն է անհրաժեշտ, տրամադրություն բարձրացնել է պետք։ Սերոտոնինը բարձրացնելու համար Ժակոն առաջարկում է տեսականի, որը հենց այս պահին ձեր էկրաններին է, հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի, ներփահամ, կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից, մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի։ Բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն։ Իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի փափուկ, կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի կվեստը՝ նուգա, կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն, ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Հեռուստադիտողները այս պահին կդիտեն տեսանյութը։ Լցնեմ նոր, մի հատ ցույց տվեք։ Թատրոնը թատրոն, սնունդը սնունդ։ Ուղիղ եթերն էլ ուղիղ եթեր։ Ուղիղ եթերն էլ ուղիղ եթեր, ահա։ Մինչև դուք կդիտեք։ Տեսանյութը կդիտեն, մենք կխառնենք այստեղ։ Ինչի բացություն ասեցում է։ Խոլերա, լիշմանյոց, արգանդիմզիկի բորմոգում։ Իսկ Հայաստան ասելիս ինչ է լինում։ Լավ էլի Գրիգոր, դու չգիտես Հայաստան ասելուց մարդկանց մոտ ինչ ա լինում։ Շրթունքը
Ճապում։ Զարմանում ենք, որ հիմա մենք հասանք մեր դատաստանին։ Էս ինչ ենք անում։ Էս ինչ արեցինք մեր Հայաստանին։ Նոյեմբերի 24-ին հանդիսատեսի կողմից արդեն բարձր գնահատված եւ սիրված ֆարս մաժոր ներկայացումը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։ Դրամա, կատակերգություն, ողբերգություն, մեր մտածողության, մեր անցյալի, մեր ամենացավոտ խնդիրների մասին։ Հեղինակ Վահրամ Սահակյան։ Դերերում աննման դերասաններ։ Ֆարս մաժոր, տրագիկոմեդիա երկու մասից։ Նոյեմբերի 24-ին։ Ապահովեք ձեր տեղերն արդեն։ Դիտելուց հետո ես վստահ եմ հեռուստադիտողները ձեռք կբերեն տոմսերը, այս պահին ուզում եմ ներկայացնել Զանգեզուր թռչնաֆաբրիկայի տեսականին, որը այս պահին ձեր էկրաններին է, իսկ Վահրամը շատ սիրելի քերիչով անցկացնում է զուգահեռ պանիրը, պատրաստում է առողջ նախաճաշ։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ, եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որ դառնում է վստահություն։ Վստահեցնում եմ, որ Վահրամ Սահակյանի պատրաստված սիրով պատրաստված նախաճաշը, որը շատ առողջ է համեղ է լինելու, մեր ավանդույթի համաձայն մենք եթերից հետո վայելելու ենք։ Այո, սա վայելելու եք եւ վերջին խոսքն էլ ասեմ, ուրեմն սա ոնց որ ասում են ամեն ինչը միասին է, всё в одном։ Եվ ասենք ինքը նման է անգամ ինչ որտեղ սենց պիցա է, գիտեմ մի քիչ շատ էփի, ինքը շատ համեր է, հացը մեջը անգամ ինչ որտեղ էս տոմատը մեջը դուք կարող եք վայելել շատ համեղ բան է, բայց հանկարծ աղ չգցեք սասակերից, թող պանիրները սովորաբար հայկական աղի են լինում։ Վերջին խոսքն էլ ասեմ, բոլորին սպասում եմ ամսի 24-ին, նոյեմբերի 24-ին ներկայացմանը, որովհետև ինչպես ասացի, ներկայացումը աճող օրգանիզմ է, ներկայացումը կրճատվող, տեղն ընկնող, ավելացող, պակասացող բան է, եւ քանի որ շատ մարդիկ կան, որոնք պետք է երկրորդ անգամ դիտեն, ձեզ էլ նույնպես հորդորում եմ, որ հենց հիմա դուք այնպես արեք, որ կարողանաք գալ եւ այդ օրը ներկա լինել, որովհետև ելի եմ ասում, ես շատ զարմացած եմ, թե ինչքան հետաքրքիր ներկայացում է ստացվել այս անգամ։ Ֆորս մաժորը դիտելու ներկայացումը ես ինքս ասում եմ, դիտել եմ ֆարս մաժոր։ Ներկայացումը դիտելու է։ Գնացեք, ձեռք բերեք եւ դիտեք։ Մենք իհարկե վերջում կմիանանք, մեր խոսքը կունենանք, խոսքը այս պահին ավետին փոխանցենք, որպեսզի նա շարունակի, քանի որ անելիք ասելիք ունի։ Ավետ խոսքը քոնն է։ Շնորհակալ եմ Սա, շնորհակալ եմ պարոն Սահակյան։ Միշտ ֆորս մաժորային իրավիճակներում դիտեք ֆարս մաժոր ներկայացումը, եթե ուզում եք ունենալ ծիծաղի բավականաչափ չափաբաժին։ Եվ իհարկե սիրելի հեռուստադիտողներ, ինչպես արդեն հասկացանք, խոհանոցում այո շատ հետաքրքիր թոհ ու բոհ է եւ հացը, բայց անպայման գիտեք նաեւ պարոն Սահակյան պիտի ասեմ, որ բեմի մարդու համար կարեւոր է նաեւ սպիտակուցը, իսկ սպիտակուցը մենք ստանում ենք բնականաբար մսամթերքից եւ հատկապես հավից եւ Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի անարատ ու բարձրորակ մսամթերքը առաջարկում է հենց սա, որը պատրաստված է բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ ու բարձրորակ թռչնամից սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ իհարկե այլ տեսականի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումը ամբողջ Երևանում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարով։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա։ Կրկին բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, կրկին մենք ունենք շատ հետաքրքիր եւ
կարևոր ինֆորմացիոն հյուրեր, որի մասին անպայման մենք ուզում ենք ձեզ հետ խոսել ու նաև ձեզ իրազեկել այս կարևոր թեմայի մասին։ Ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման միջազգային առողջապահական արշավը, որի հիմնական նպատակներն են բնակչության իրազեկվածության բարձրացումը եւ վարքի փոփոխության խթանումը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, հիվանդության ռիսկի նվազեցման եւ առողջապահության մատչելիության բարելավման համար։ Այս տարվա կարգախոսն է յուրաքանչյուրի պատմությունը յուրահատուկ է, յուրաքանչյուրի անցած ճանապարհը կարևոր է։ Հիվանդության կանխարգելման տարածվածության եւ իրազեկվածության կարևորության մասին կզրուցենք մասնագետի հետ։ Մեր հյուրն է ուռուցքաբան մամոլոգ Լուսինե Ջիլավյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում ու շատ կարևոր խնդրի մասին ենք զրուցելու։ Իսկապես կարևոր ամիս է եղել հոկտեմբերը այս հիվանդության, այս դաժան հիվանդության մասին։ Կխնդրեմ մեզ ներկայացնեք, ասեք ինչ է կրծքագեղձի քաղցկեղը իրենից ներկայացնում։ Կրծքագեղձի քաղցկեղը դա կրծքագեղձի հյուսվածքից առաջացող ուռուցք է, ուռուցքային process է, որը կարող է առաջանալ կրծքագեղձի թե բլթակներից, թե ծորաններից, կա նաև ուռուցքային process, որը կոչվում է սարկոմա, դա առաջանում է կրծքագեղձի հենքից, եւ բացի այդ տեսակները կախված նաև կան կրծքագեղձի քաղցկեղի մոլեկուլյար ենթատիպեր, որոնք շատ առանցքային պահ են բուժման ընտրության հարցում, դեղորայքային բուժման ընտրության հարցում եւ շատ կարևոր են բուժման էֆեկտիվությունը ապահովելու հարցում։ Իսկ հիմնականում ինչ գանգատներով են դիմում կանայք ու ինչպես կարող են արտահայտվել, այսինքն որոնք են նախանշանները, որոնց արդյունքում հնարավոր է հայտնաբերել այս չարիքը։ Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում հիմնական գանգատը կնոջ մոտ դա գոյացության առկայությունն է կրծքագեղձում, որը շոշափում է կինը, կամ պտուկից արտադրության առկայությունը, արյունային բնույթի կամ այլ գույնի, սակայն պետք է նշեմ, որ շատ հաճախ այս հիվանդության վտանգը կայանում է նրանում, որ կինը կարող է ոչ մի գանգատ չունենալ։ Եվ ոչ մի ձևի հիվանդությունը չդրսևորվի, կրծքագեղձում լինի այդ ուռուցքային process-ը առանց որևէ նախանշանի եւ կինը շատ երկար այդպես հանգիստ ապրի։ Հենց այս նպատակով ենք մենք ասում, որ պարբերաբար կինը պետք է անցնի հետազոտություններ եւ պարտադիր չի գանգատի հայտ գալու դեպքում նոր գնա հետազոտության պարտադիր, տարին մեկ անգամ գոնե կանայք պետք է հետազոտվեն։ Ընդհանրապես գիտեք, բժշկուհի, մենք շատ բժշկական ոլորտի մասնագետների ենք հրավիրում մեր տաղավար ու շատ ենք խոսում առհասարակ առողջության կարևորության մասին եւ բոլորը մեկ բան են ասում։ Կապ չունի թե ինչ հիվանդության մասին ենք խոսում, որ պետք է ժամանակ առ ժամանակ ստուգվել, ժամանակ առ ժամանակ պարբերաբար անցնել այդ կարևոր հետազոտությունները, որպեսզի խնդիրը կանխարգելվի ժամանակին։ Սիրելի հեռուստադիտողներ, ձեզ եւս ես առաջարկում եմ, այո, հատկապես սիրելի կանայք, ձեզ եւս առաջարկում եմ այս խնդրից խուսափելու համար ժամանակին ստուգվել, կանխարգելել այս խնդիրը ու գտնել դրա վաղ փուլերում առաջացած վտանգները։ Մի փոքր խոսենք մեր տարածաշրջանի մասին, ինչպիսի տարածվածություն ունի այս խնդիրը Հայաստանի Հանրապետությունը։ Առհասարակ ամբողջ աշխարհում ոչ միայն կրծքագեղձի քաղցկեղը, այլ բոլոր տեսակի քաղցկեղների թվի աճ է գրանցվում։ Հայաստանում նույնպես, եւ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը տարեկան դեպքերի թիվը կազմում է մոտավորապես 1500 նոր դեպք է հայտնաբերվում, եւ տարին տարի վրա, որ դինամիկայում նայում ենք, ավելանում են այդ թվերը։ Սա պայմանավորված է ոչ միայն հիվանդության բացարձակ թվերի աճով, այլև պայմանավորված է այս շնորհիվ նմանատիպ իրազեկման, որոնք կանայք իրազեկվող քայլերի, կանայք ավելի հաճախ են գնում հետազոտվելու, եւ այն կինը, որը գանգատ չուներ, բայց իրականում կրծքագեղձում խնդիր ուներ, այդ կանանց մոտ արդեն հայտնաբերվում է եւ դա բերում է թվերի աճի նույնպես։ Այսինքն այդ ընդհանուր թվականակի մեջ վաղ փուլերում հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի թիվը տարեստարի ավելի շատանում է։ Ինչը այո, ցավալի է։ Իսկ որոնք են հիմնական ռիսկի գործոնները։ Ռիսկի գործոնները շատ բազմազան են կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, դա սկսած առողջ ապրելակերպի բացակայությունից, սննդակարգում ռաֆինացված սննդի ընդունումից, ալկոհոլի չարաշահումից, ծխախոտի չարաշահումից, բայց բոլոր վնասակար սովորությունները դրանք ընդհանուր ռիսկի գործոններն են, սակայն այստեղ կարևոր է նաև մեկ կարևոր հանգամանք, որ կանայք երբեմն օգտագործում են հորմոնալ պրեպարատներ, դրանք կլինեն օրալ կոնտրացեպտիվներ կամ ցավոք հիմա շատ է բավականին չբերությունը, որի դեպքում կիրառում են
ձվարանների ստիմուլյացիա բավականին մեծ հորմոնալ պրեպարատներով, դոզաներով եւ նման դեղորայքի օգտագործումը կարող է բերել, եթե կրծքագեղձում ունի խնդիր կինը եւ բավականաչափ ստուգված հետազոտված չէ, կարող է բերել այդ խնդիրների խորացմանը։ Այսինքն ուղղակի ինչ որ մի ազդող հանգամանքի այո, նպաստի եւ դրսեւորվի։ Իսկ ինչպես մենք խոսեցինք կանխարգելման մասին, առհասարակ այս հիվանդության կանխարգելման մասին, որոնք են կանխարգելման արդյունավետ մեթոդները։ Կանխարգելման արդյունավետ մեթոդները դա առաջինը պետք է նշեմ, որ պրոֆիլակտիկ հետազոտություններն են, այո, ինչպես ասեցինք, եւ կա նաեւ կրծքագեղձի քաղցկերի դեպքում գենային մուտացիաներն էլ նշանակություն ունեն, BRCA եւ մի շարք այլ գեներ կան, որոնց մուտացիան որոշելու դեպքում, եթե կնոջ մոտ հայտնաբերվում է այդ մուտացիաները դրական են լինում, այդ կանայք պետք է ավելի հետևողական լինեն եւ ավելի հաճախ հետազոտվեն, որպեսզի կանխարգելեն։ Կանխարգելվի։ Իսկ գիտեմ իհարկե հիմա հարցս կարող է մի տեսակ տարօրինակ հնչել, ինչպես պետք է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը, որովհետև նախ խոսեցինք, նշեցինք այն մասին, որ հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է եղել, այս ամենը ըստ վիճակագրության որքանով է ազդում ու նպաստում նաև կանխարգելմանը։ Որպես իրազեկման ամիս, ինչքանով է դա նպաստում։ Շատ է նպաստում այն առումով, որ օրինակ հիմա Հայաստանում բոլոր մարզերում ընթանում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման սկրինինգային ծրագիր է ներառվել եւ կանայք հետազոտվում են պարբերաբար տարբեր մարզերում անվճար հետազոտություններ են անցնում, որպեսզի չնչին իսկ փոքրիկ փոփոխություն հայտնաբերելու դեպքում կանայք ուղղորդում են մասնագիտացված կլինիկաներ եւ լրահետազոտությունների միջոցով պարզում են խնդիր կա թե չկա։ Հրաշալի։ Իսկ որոնք են ավելի մի փոքր ավելի մանրամասն խոսենք բուժման վիրահատական այդ գործընթացի մասին, ինչպես։ Բուժման մեթոդները դեղորայքային բուժման մեթոդը կիրառվում է եւ միաժամանակ նաեւ հաջորդում է կամ նախորդում է վիրահատությունը դրան։ Վիրահատության առումով կրծքագեղձի քաղցկեղի դեպքում այսօր Հայաստանում բավականին ես որպես վիրաբույժ կարող եմ ասել, որ վիրահատությունները բավականին առաջընթաց են ապրել, տեխնիկայի վիրահատական տակտիկաները բավականին զարգացել են, փոփոխվել են, կիրառում ենք պլաստիկ վիրահատություններ եւ որպես կանոն փորձում ենք կնոջ տեսքը, այո, արտաքին տեսքը ապահովել, որովհետեւ դա կնոջ համար կրծքագեղձը շատ կարեւոր օրգան է նրա կանացիության համար եւ փորձում ենք այնպես անել, որ կինը վիրահատությունից հետո անգամ իրեն լիարժեք զգա եւ դա պետք է նշեմ, որ բավականին բարենպաստ է անդրադառնում վիրահատական ռեաբիլիտացիոն ընթացքի վրա կնոջ այդ պոզիտիվ հոգեբանական վիճակը։ Այո, մենք հիմա բոլոր կանանց, եթե հնարավորություն է տալիս կոնկրետ դեպքը կլինիկական, այո, առաջարկում ենք պլաստիկ վիրահատություն, կրծքագեղձի վերականգնում իմպլանտներով, էքսպանդերով կամ իրականացնում ենք օնկոպլաստիկ ռեզեկցիաներ, ասել է թե հեռացնում ենք մենք կրծքագեղձի այդ գոյացությունը առողջ հյուսվածքների սահմաններում, իհարկե սա կարելի է կիրառել միայն այն դեպքերում, եթե հիվանդությունը վաղ փուլերում է։ Հասկացա։ Իսկ ինչքանով է հեշտ կնոջ համար այդ հետվիրահատական շրջանը, որքան է տևում հետվիրահատական այդ ռեաբիլիտացիոն շրջանը։ Բավականին կրծքագեղձի վիրահատությունների դեպքում ռեաբիլիտացիոն պերիոդը կարճ է։ Եթե կիրառում ենք օրինակ օնկոպլաստիկ ռեզեկցիաներ, կուրծքը պահպանում ենք եւ հեռացնում ենք միայն գոյացությունը, այն կարող է տևել 2-3 օր եւ կինը վերադառնում է լիարժեք կյանքին, իհարկե որոշակի ֆիզիկական ակտիվության սահմանափակումով, որոշակի սահմանափակումներով, մի քիչ ավելի երկար է տևում, եթե իմպլանտ ենք տեղադրում, բնականաբար 3-4 կարող է ավել ամիսներ կնոջը սահմանափակումներ որոշակի պահանջվի կինը որոշակի սահմանափակումների հետևի, դա ֆիզիկական ակտիվության սահմանափակումն է եւ մի շարք այլ սահմանափակումներ։ Անգամ փոքրիկ վիրահատությունից հետո մարդիկ բժիշկները հիմնականում առաջարկում են շատ չշարժվել, պահպանել այդ հանգստությունը, պատկերացնում նման վիրահատությունից հետո։ Եվս մեկ անգամ կխնդրեմ նշեք 4-ից 5 ամիս ասացիք։ Հիմնականում 4-ից 5 ամիս կախված կնոջ անհատական ֆիզիկական այդ ակտիվությունից։ Ես ուզում եմ նորից դիմել հեռուստադիտողներին, ասել, որ շատ կարճ համենայն դեպս հետվիրահատական շրջան է, բայց վստահ եմ, որ շատ կարևոր շրջափուլ է սկսվելու, եթե դուք կատարեք այս հետազոտությունները։ Ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր որ վախենում են հետազոտվել կամ այն կանանց, ովքեր որ արդեն գտնվում են բուժման
process-ի մեջ։ Նախ առաջին հերթին խորհուրդ կտամ չվախենալ, որը շատ կարևոր է։ Եվ չվախենալու շնորհիվ, եթե անգամ կա խնդիր, այն կհայտնաբերվի վաղ փուլում եւ ռեաբիլիտացիոն պերիոդը կարճ կլինի, բուժման էֆեկտիվությունը շատ ավելի բարձր կլինի։ Իսկ այն կանայք, ովքեր գտնվում են բուժման process-ում, ես խորհուրդ կտամ, որ ուղղակի լինեն լավատես եւ փորձեն տեսնել կյանքի դրական կողմերը եւ հասկանալ, որ կյանքի բոլոր խնդիրներին միշտ լուծում կա։ Եվ երեք ճիշտ ասած ուզում եմ ձեզ հետ կիսվել, երեք մի ներկայացում եմ դիտել, որտեղ ասում է, որ անվասայլակին նստած մի ծեր մարդ կար, ով ասում էր, որ շնորհակալ եմ Աստծո, շնորհակալ եմ, որ հենց այս կերպով եմ փրկվել, իսկ մեկը ուղղակի դրա համար Աստծուն մեղադրում է, ասում է, որ ինչու եմ ես անվասայլակին հենված։ Կարծում եմ, որ առհասարակ միշտ պետք է շնորհակալ լինել ու միշտ պետք է գոհանալ Աստծուց այն ամենով, ինչը որ տրված է, եւ գուցե այն փորձությունները, որոնք որ գալիս են մարդկանց, գալիս են այն քանակով, այն չափաբաժնով, որը մարդը պատրաստ է ընդունել։ Ինձ թվում է, ինձ հետ կհամաձայնեք։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղն է ամբողջ աշխարհում։ Վիճակագրական տվյալները շատ ավելի վախեցնող են ու սթափեցնող, ինչը շատ ցավալի է, այնպես որ սիրելի կանայք, հետևեք ձեր առողջությանը, հետևեք ձեր առողջ ապրելակերպին ու մի սպասեք, որ որևէ մեկը կանի դա ձեր փոխարեն։ Կարևորագույնը ու ամենակարևորը բուժման ճիշտ ընթացքն է եւ նախափուլում ճիշտ հայտնաբերումը։ Այո, ես վստահ եմ, որ ամեն ինչ ավելի արդյունավետ կլինի, թող տարեց տարի պակասեն բոլոր այն կանայք, ովքեր որ ունեն նման խնդիր եւ ավելի շատ առողջ պացիենտներ կանայք լինեն։ Այո, դիմեն ձեզ ուղղակի Պրոֆիլակտիկ հետազոտություններ։ Այո, թող ուղղակի ընդհանրապես հետազոտվեն կամ ինչ-որ ավելի գեղեցիկ։ Եվ ասեմ, առողջ եք, կարող եք գնալ տուն։ Այո։ Կհանդիպենք մեկ տարի։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ օրը սկսեցիք, Տիկին Ջիլավյան։ Ձեզ մաղթում եմ լավ օր ու լավ օրվա շարունակություն։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Մենք շարունակում ենք մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, համոզված ենք, որ այո, այս թեման հետաքրքիր է բոլորին ու շատերը կմտածեն ու կհետազոտվեն ու ժամանակին կկանխարգելեն, որովհետև կանխարգելումը ամենակարևոր հատվածն է։ Ու համոզված ենք, որ բոլորին հետաքրքրում է նաև թե ինչ են պատրաստել աստղերը իրենց համար, ինչ նորություններ կլինեն, ինչով կառանձնանա շաբաթը աստղակերպի բոլոր նշանների համար։ Այս ամենի մասին իհարկե մեզ կպատմի աստղագետ Լիլիթ Ալեքսանյանը, ում մենք մեծ ուշադրությամբ կլսենք, դիտենք ու շարունակենք եթերը։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ։ Նոյեմբերի առաջին ամբողջական շաբաթը բերում է ուժեղ էներգիա, որոշումներ եւ նոր շարժ։ Նոյեմբերի 3-ից մինչև 9 աստղերը մեզ հուշում են։ Երբեմն առաջ գնալու համար պետք է թողնել այն, ինչ այլևս չի ծառայում մեր աճին։ Սա վերածննդի շրջան է, ինքնավստահության, մաքրության եւ նոր ուժերի ժամանակ։ Նոյեմբերի 3-ին Արևն ու Մարսը միավորվում են Կարիճի նշանում, բերում վճռականություն, խիզախություն եւ երբեմն էլ ներքին բախում։ Նոյեմբերի 5-ին Վեներան բախվում է Յուպիտերին, հիշեցնելով, որ շաբաթ շատը միշտ չէ, որ լավ է։ Շաբաթավերջում Լուսինը աղեղնավորում լուսավորում է ճշմարտությունը, որն է քո իսկական ուղին։ Խոյ, քո ներսի կրակը վառվում է ամբողջ ուժով, օգտագործիր այն ստեղծելու, ոչ թե վիճելու համար։ Քո խոսքը կարող է ներշնչել մյուսներին, եթե այն գալիս է սրտից։ Ցուլ, հարաբերություններում սպասվում են կարևոր շփումներ, մի խուսափիր անկեղծ խոսակցություններից։ Դրան շնորհիվ կարող ես ազատվել լռությունից ծնված թաքուն լարվածությունից։ Երկվորյակ, մտքերիդ հոսքը հզոր է, գրիր, խոսիր, ստեղծիր։ Այս շաբաթ գաղափարները կարող են վերածվել իրական նախագծերի, եթե թույլ տաս դրանց հնչել բարձրաձայն։ Խեցգետին, լարվածությունը կարող է բարձրանալ տնային կամ աշխատանքային հարցերում, բայց դու ունես այն ներքին ուժը, որով կարող ես կարգավորել ամեն բան։ Մի մոռացիր հոգ տանել քո մասին։ Առյուծ, քո բեմը բաց է, քո էներգիան բարձր է եւ տիեզերքը քեզ հրավիրում է դառնալ քո պատմության գլխավոր հերոսը։ Մի վախեցիր սիրել, զգալ եւ արտահայտվել։ Կույս, բարձությունը քո լավագույն ուղեկիցն է։ Թողարկիր ավելորդ մտքերը, պլանավորիր գործերը եւ շաբաթավերջին արդյունքները քեզ կզարմացնեն։ Կշեռ, զգացմունքները խորանում են։
Մի փորձիր խուսափել խոսելուց։ Շփումը հիմա բուժում է։ Եթե ինչ-որ բան պետք է ասես, ասա, բայց սրտով։ Կարիճ, սա քո շրջանն է, վերածնունդի, մաքրման, ուժեղացման։ Արևն ու Մարսը քո նշանում են, քեզ տալիս անսահման վճռականություն։ Կարևոր է հիշել, իրական ուժը գալիս է ներքին խաղաղությունից։ Աղեղնավոր, լույսը գալիս է ներսից։ Սպասիր նոր գաղափարների, ճամփորդությունների կամ ուսուցման հնարավորությունների։ Լսիր այնինչ տիեզերքը քեզ հուշում են նշաններով։ Այդ եղջյուր, քո նպատակները վերանայման փուլում են։ Մի վախեցիր նոր որոշումներից։ Դրանք կարող են բացել այն դուռը, որի առջև վաղուց կանգնած էիր։ Ջրհոս, ընտանեկան կապերն ու թիմային գործերը կարևոր են, բայց ընտրիր, ում վստահես։ Այս շաբաթ քեզ պետք են այն մարդիկ, ովքեր հավատում են քո տեսլականին։ Ձկներ, զգացմունքային ալիքները բարձր են, հնարավոր է հոգնածություն, բայց նաև ներշնչում։ Մի փախիր իրականությունից, գործնական քայլերն են, որ կբերեն հանգստություն։ Այս շաբաթը նման է բոցավառվող մոմի, լույս, ջերմություն եւ վերափոխում։ Թող ձեր սրտերում վառվի հավատը, որ ամեն փոփոխություն տանում է դեպի աճման ձեր ներքին ուժ։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր եթերը, ես վստահ եմ, որ դուք շատ հետաքրքիր ինֆորմացիոն հատվածի ականատես եղաք, իսկ այն մարդիկ, ովքեր որ խոհանոցում ուղղակի ինչ-որ մի բան էին պատրաստում, այսպես ականջի ծայրով լսեցին ու ինֆորմացվեցին։ Մենք շարունակում ենք, հետևում ենք մեր առողջությանը, առողջ ապրելակերպին եւ այդ ամենում իհարկե մեծ դեր ունի նաեւ ամենօրյա ճիշտ եւ գրագետ մարզումները։ Ամեն օր շատ կարևոր եւ կիրառելի խորհուրդներով է կիսվում մարզիչ սննդաբան Էլիզա Պետրոսյանը։ Ես առաջարկում եմ հետևենք նրա խորհուրդներին եւ շարունակենք։ Բարի լույս Էլիզա։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, միացեք մեզ եւ մարզվեք մեզ այդ յուրաքանչյուր աշխատանքային օր եւ այդ սիստեմատիկ մարզումները կարճ ժամանակ հետո դրական ազդեցություն կունենան ձեր օրգանիզմի վրա։ Այսօր մենք նախատեսել ենք ձեզ համար վարժություններ որովայնի թեք մկանների համար։ Մենք գիտենք, որ բոլորս ուզում ենք ունենանք գեղեցիկ որովայն, իսկ որովայնը պետք է աշխատեցնել իր արտաքին, ներքին եւ թեք մկանների հետ միասին։ Այսօր կանդրադառնանք թեք մկաններին։ Թեք մկանները աշխատեցնելու համար single տարբերակով պետք է ցուցադրված տարբերակով իջնենք ներքև եւ բարձրանանք, ինչպես այս պահին ցուցադրում է Էլենը, բայց ուշադրություն ենք դարձնում, որպեսզի մարմինը առաջ չգա։ Ես պետք է մարմինը ընդհանուր իջնի կողքով եւ բարձրանա կողային դիրքով առաջ կամ ետ պետք է չլինի։ Նույն վարժությունը single տարբերակից անցում ենք կատարում պահումներին, իջնում ենք ներքև եւ մնում ենք ներքևում այն հաշվով, որքան կատարել եք single տարբերակով։ Մտքում հաշվում եք եւ անցնում եք զսպանակին։ Այլ ավելի ծանրաբեռնելու համար կատարում ենք զսպանակ։ Այս պահին մենք ցուցադրում ենք գանտելով տարբերակը, կարող եք վերցնել ըստ ձեր ծանրաբեռնվածության ձեզ համապատասխան քաշ, մեզ մոտ բազային քաշը 1.5 կիլոգրամ։ Եվ իհարկե նույնը կատարում ենք մյուս կողմի վրա։ Կրկին single տարբերակով իջնում ենք, ուշադրություն դարձնում ենք, որ մեջքը առաջ կամ ետ չգնա եւ կատարում ենք նույն քանակով, նույն մոտեցմամբ, ինչպես այստեղ single պահումներ եւ զսպանակ։ Եվ իհարկե այլ ավելի ամրացնելու համար որովայնի թեք մկանները մենք կցուցադրենք ձեզ հաջորդ վարժությունը, որը իմ օգնական Էլենը հիմա կդիրքավորվի եւ կցուցադրենք։ Այս վարժության ժամանակ պետք է այս դիրքը ընդունել, ձեռքը այսպես եւ բարձրացնել մարմինը կողային վերև եւ ներքև single տարբերակով 1, 2, 3 եւ այսպես 8 հաշվից սկսում ենք։ Պահումը կատարում ենք նաեւ վերևում ֆիքսելով եւ իհարկե այս ամենը կրկնում ենք նաեւ մյուս կողմի վրա։ Այստեղ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի նույն քանակով կատարենք երկու կողմերում։ Եթե 8-ից ենք սկսել 8 բոլոր հաշիվները։ Եվ այսպես, ինչպես յուրաքանչյուր օր, այսօր եւս մեզ անհրաժեշտ է կատարել մկանային ձգումներ, ինչի համար կխնդրեմ Էլենը բարձրանա վերև, որպեսզի մենք ցուցադրենք։ Մկանային ձգումները, քանի որ աշխատեցրել ենք որովայնի թեք մկանները, ձեռքերը բարձրացնում ենք վեր, ամենահեշտ տարբերակը, որը դուք կարող եք կատարել տնային պայմաններում, կողք եւ իհարկե մյուս կողք կարող են կատարել զսպանակ տարբերակով եւ իհարկե պահումներով բավականին լավ կձգվի մեր թեք մկանները։ Միացեք մեզ եւ մարզվեք մեզ հետ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք եւ մարզվում եք։ Ցտեսություն։
Բարի լույս այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան, Վահրամն է իմ հյուրը, պատրաստել ենք համեղ առողջ նախաճաշ եւ ֆարս մաժոր ներկայացման մասին եմ զրուցել։ Նախ, հա, սա ուրեմն այնպեսի մի բան ստացվեց, որի անունը ես մյուս անգամ կասեմ, դեռ պետք է մտորումների մեջ եմ, ընտրտուքների մեջ եմ, շատ դիետիկ ձվածեղ է իր հացով, վարսակի հացով, բաներով ինչ որտեղ մի խոսքով կարող են մարդիկ այսպես ամեն առավոտ սարքել եւ վայելել։ Ինչ վերաբերում է մյուս գործերին, ներկայացմանը, մի կարևոր բան եմ ուզում ասել, ֆարս մաժոր ներկայացումը, որը պետք է խաղացվի նոյեմբերի 24-ին։ Հնարավոր է, շատ հնարավոր է, որ դա լինի թատերաշրջանի վերջին ներկայացումը։ Եթե դեկտեմբերին մենք ներկայացում կազմակերպենք եւ դնենք, ես կգամ հատուկ ձեզ կասեմ, բայց առայժմ չկա, հնարավոր է որ դա լինի վերջին, ես նրա համար չեմ ասում, որ մարդիկ տեսեք վերջին նա բան գնացեք, ուղղակի ասում եմ մարդիկ որ ցանկանում են, ես կարող եմ ասել, որ ցանկանում են թող հենց հիմա իրենց տեղերն ապահովեն, ես իրենց մենք դերասանները ռեժիսոր Արտուր Սահակյանը, Ավո Խալաթյան, Գևորգ Մինասյան, Իրինա Դանիելյան, Սերգեյ Գրիգորյան, Էդգար Անդրեսյան, բոլոր դերասանները կազմու պատրաստ կրճատված ավելի դինամիկ ներկայացումով ձեզ են սպասում նոյեմբերի 24-ին, ինչպես նաև հիշեցնեմ, որ այդ ներկայացումը այնպիսի տրագիկոմեդիա է, որը անընդհատ փոփոխության մեջ է, այսինքն կարող է լինել հատվածներ, որոնք դուք չեք դիտել, կարող է լինել հատվածներ, որ դիտել են, ես նկատի ունեմ, դիմում եմ այն մարդկանց, որոնք արդեն դիտել են եւ արդեն պետք է դիտեն, որտեղ ինձ խոսեցիք հատվածներից, հենց այս պահին մենք կարող ենք դիտել անոնսը, ովքեր բաց են թողել, իրենց վստահ եմ շատ կհետաքրքրի եւ անոնսը դիտելուց հետո կամրագրեն, ինչպես դուք նշեցիք իրենց տեղերը։ Մինչեւ այս ներկայացումը ինձ թվում է, որ այս ներկայացումը մի 7-8 անգամ խաղացվելուց հետո կդառնա հաջորդ տասնամյակի լավագույն տրագիկոմեդիան, որ կդիտեք երևի 8 կամ 10 տարի շարունակ, որտեղ ելի եմ ասում, ներկայացումը իր տեղն է գնում, աճում է, կրճատվում է, ավելանում է, գեղեցկանում է, ապրող ներկայացում։ Ներկայացումները միշտ հիշեցնում են, որ ոչ միայն բեմ է թատրոնը, այլ նաև կյանքի հայելին է, որ կարողանում է ծիծաղել, մտածել, հուզվել եւ դուրս գալ։ Լացել անգամ։ Ես մի բան եմ ուզում, սա էլի եմ կրկնում, տրագիկոմեդիա է եւ ինչպես տեսակ այս Բոլովակու վրա վերջում այդ ֆիլմով ընթանում է մի տեսարան, որտեղ ասում է, «Էս ինչ ենք անում մեր Հայաստանին»։ Եթե դուք «Էս ինչ արեցինք մեր Հայաստանին» մենք, ու եթե դուք ուզում եք իսկապես տեսնել, թե այս ինչ արեցինք եւ այս ինչ ենք անում մեր Հայաստանին, հրավիրում եմ նոյեմբերի 24-ին, շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ, որ ընդունեցիք մեր հրավերը, վայելելու ենք րոպեներ անց պատրաստած ձեր համեղ օգտակար հատկություններով նախաճաշը, Վահրամ ուզում եմ, որ հանդիսատեսը լինի անկեղծ, լեփ-լեցուն դահլիճներ, թող ապրի լեփ-լեցունը միշտ լինում է, դրա համար եմ ես եկել ասում, որ մարդիկ հիմա ձեր հեռուստադիտողները, ձեր սիրողները հիմա կարողանան իրենց տեղերն ապահովել, որտեղ այսպես թե այնպես մի 7-8 օրից կսկսի վերջանալ։ Արդեն լավ տեղերը սպառված կլինեն։ Ձեզ շնորհակալություն, բոլորիս լավ օր, խոսքը ավետ քեզ ենք փոխանցում, ձեզ էլ ասում ենք կհանդիպենք, հաջողություն, Վահրամ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իհարկե ես մի օր անպայման կասեմ, որ ես համտեսել եմ պարոն Սահակյանի պատրաստած նախաճաշը, որովհետև ես դա հիմա պատրաստվում եմ անել իմ ընկերների, գոլեգաների հետ միասին, ու ինչպես այո այսօր ամբողջ եթերի ընթացքում նշեցինք, որ պետք է առողջ ապրել, առողջ սնվել, նաև պետք է առողջության համար շատ գնալ թատրոն։ Առհասարակ Երևանյան բոլոր թատրոններ օրը սկսել լավ լուրերով, լավ տրամադրությամբ, սիրելի հեռուստադիտողներ, որովհետև լավ օրվա սկիզբը խոստանում է ունենալ լավ օրվա շարունակություն։ Հուսանք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այսօր ինչ-որ բան են կորցրել, կգտնեն անպայման հանձինս ինձ, ես հուսով եմ և հուսով եմ, որ վաղը էլ ավելի լավ տրամադրությամբ ու էլ ավելի ոգևորված ձեզ կասենք բարի լույս։ Իսկ այս պահին ձեզ մաղթում ենք բարի լույս, բարի կեսօր արդեն և ասում, որ կհանդիպենք վաղը։ Շնորհակալ ենք, առողջ մնացեք և լավ եղեք, կհանդիպենք։